Այս պահի մեր տաղավարում սպասում են այսպես լացի գեղեցիկ զույգ է սպասում, որպեսզի անցնենք մեր հարցազրույցին, իսկ մինչ այդ ներկայացնենք թեման Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հուլիսի 14-ին ժամը 19-ին ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլը ներկայացնելու է Պարում է Պարի պետականը մեծ համերգային ծրագիրը։ Հայկական Պարի ուժը, լեգենդար պատմությունն ու ժամանակակից շունչը մեկ բեմում են լինելու։ Ծրագրում ամենասիրված եւ սպասված հին ու նոր պարային բեմադրությունները նվագախմբի կենթանի կատարմամբ, որոնք հանդիսատեսին կպարգևեն անմոռանալի եւ վառ զգացմունքային փորձառություն։ Օրվա համերգային ծրագրի, առաջիկա համերգների, նոր բեմադրությունների, ընդհանրապես Պարի պետականի առօրյայի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ եւ ներկայացնեմ մեր սքանչելի հյուրեր, մենք այսպես ձգվում ենք, որ գոնե 2 սանտիմետր, այո, մենք էլ, ես սլացիկ չենք, բայց ուզում ենք լինել։ Հայաստանի Պարի պետական անսամբլի պարախմբի արտիստներ Էդգար Ներսիսյան եւ Էլեն Ավետիսյան։ Լույս առավոտի։ Բարի օր։ Ինչպես է վերևում։ Շատ լավ։ Հրաշալի։ Նախ հրավերի համար շատ հաճելի է այստեղ գտնվել եւ մեր առավոտը կիսել ձեզ հետ։ Երգիչների դեպքում, իրենց օր երգիչների դերասանների դեպքում իրենց օրը սկսվում է օրվա երկրորդ կես, իրենց կյանքը սկսվում է։ Պարողների մոտ ինչպես, ավելի վաղ է սկսվում օրը, թե ոչ։ Պարողների մոտ առավոտյան, իսկ արդեն լույսը բացվելուց սկսվում է իրենց առօրյան։ Ժամը 6-ին է։ Պարելու վաղտանում եք, Քվատ արդեն արդենալով։ Այդպես են, չէ՞, պատկերացնում բոլորը։ Բոլորի համար թվում է, թե պարարվեստը եւ պարողի կյանքը շատ հեշտ է, բայց սակայն ես կասեմ, որ դա զուտ միֆ է իրենց մոտ, որովհետեւ չէ, պարողի կյանքը կողքից դիտելու համար հա կարող է հեշտ է, բայց պարողի կյանքը իրականում հեշտ չի, որովհետեւ նա ամեն առավոտյան, երբ իր օրը սկսում է, նա պետք է մտածի իր մկանային համակարգը այնպիսի աշխատանք տանելու համար, որպեսզի նա կարողանա իրեն դրսևորի արդեն օրվա ըստ պլանի, ըստ փորձերի, համերգաշրջանի, համերգային երեկոների եւ մեկ բառով ասեմ, որ պարողի կյանքը մի պատմություն է իր կյանքի, իր հոգու, իր մարմնացման եւ իր ներկայացման համար։ Էլեն, օրինակ իմ զրկանքների ես քեզ ենթարկում Պարուհու այսպեսի սլացիկ տեսք ունենալու համար ինչ ցես նախաճաշոտ այսօր սկսել։ Երևի հիմա շատերին դուր չգա, բայց ես իմ կյանքի ընթացքում դիետա չեմ պահել երբեք։ Նախանձեցին նրան, բայց գիտեմ, որ հա շատ պարուհիներ էլ իսկապես իրենց զրկանքների են ենթարկում, որովհետև միշտ չի հաջողվում տենց գենետիկ կոդ ունենալ, որ կարողանաս ոչ մի բան քեզ չզրկես, բայց ունենաս այդ ֆիզիկական տեսքը, որտեղ դա շատ պարտադիր պայման է բեմում գտնվելու համար։ Դու միշտ պետք է քեզ պահես այդ տեսքի մեջ, այդ չափերի մեջ, ֆորմի մեջ, ինչպես ասում են։ Այո, միշտ ֆորմայի մեջ պետք է լինենք։ Այսօր մեկ դու տղա ես, քեզ ինչերից է զրկում, հետաքրքիր է, այսպես Բաց սովորություններով է սկսել։ Ես ինչերից եմ ինձ զրկում, ես իմ աշխատանքի համար իմ տարիքային բոլոր հասակակից տղաները կարող է չլինեն, չէ՞, օրինակ դրսում օրվա աշխատանքից հետո իրենց օրվա կեսը բան ամփոփ են վերջացնեն դրսում, բայց իմ աշխատանքի մեջ ես այդ ամեն ինչով եմ ինձ զրկում, որ ես միշտ իմ աշխատանքի մեջ եմ, թե իմ աշխատանքային ժամից, թե իմ աշխատանքային ժամից դուրս եւ ես հավատացեք այդ ամենի համար մենակ շնորհակալ եմ ու ուրախ եմ, որ ես այդ ամեն ինչի մեջ եմ, ոչ թե ձեր ասած այդ բանը դրսի կյանք փարթիներ բան չէ։ Ինչ կլինի, որ ես այդ մոտից եմ։ Ես դեմ չեմ, կարելի է, պետք է մի փոքր չենք չարաշահում ալի հեռուստադիտողներ։ Իսկ հետաքրքիր է ձեր ուղին յուրաքանչյուրդ որ պատմում եք այդ պատմությունը, ինչպես եք սկսել պարել, ինչպես եք ոգեշնչվել, ոնց եք որոշել, որ հենց սա է ձեր ուղին, սա է ձեր երազանքը, ումից եք ոգեշնչվել։ Երևի ես սկսեմ։ Իմը ընտանիքից է եկել, պարողների ընտանիքում եմ ծնվել, սենց գալիս է եղբայրս, մինչև որ եղբորս տղան, աղջիկը մինչև հիմա էլ պարվեստի ուսումնարանում են ու 4 տարեկանից այդպես հաճախել եմ Պարի, կարծես գծված էր, ժամանակ էլ չի եղել, որ ինձ հարցնեն, ես ասեմ, հա ես ուզում եմ, բայց հիմա եթե հարցնեին ուրիշ մասնագիտություն, հաստատ ոչ մի բան ուղղակի մտքից չի գա, որովհետև ես գիտեմ, որ ես ծնվել էի հայ պարարվեստի համար, հենց երբ որ ինձ հարցնում են ինչ ես պարում, դասական, լատինամերիկյան, թե ուրիշ ոճեր, հայկական, ժողովրդական ու չեմ փոշմանում, որ հենց դա եմ ընտրել։
Էդգարը եւս 4 տարեկանից է մենք հասցրել ենք զրուցել։ Ինչ տարբերություն Էլենի, ես մեր ընտանիքի Գերդաստանի միակ պարող մարդն եմ, ով շարվանը սկսել է Հենց դու մարդը գալի ասում ենք ես, ցույց տուր մի հատ Էդգար։ Տուշ։ Մայրիկիս նպատակն է եղել իրականում, որ ես դառնամ պարող, նա եղել է դաշնակահար եւ շատ է սիրել պարել, բայց իր ծնողները նրան տվել են ավելի շատ երաշտական կողմ եւ 4 տարեկանից մայրիկս ինձ երբ տարել է պարի արդեն, իսկ այդ օրվանից ճիշտ է, սկզբում դեռ մի փոքր դժվար է ընտելանում այդ ամեն ինչին, մինչև արդեն հասկացա, որ իմն է եւ ավելի կոնկրետ երբվանից սկսեցի ես պարարվեստին ավելի պրոֆեսիոնալ աչքով նայել եւ տեսնել իմ ապագան պարարվեստում, երբ որ ընդունվեցի պարարվեստի ուսումնարան 2019 թվականներ ընդունվեցի պարարվեստի ուսումնարան եւ այդ օրվանից ի վեր սկսած մինչև օրս ես այս արվեստում ապրում եմ եւ ամեն մի շարժում, ամեն մի բեմում լինելը հանդիսատեսի ծափարությունները իմ համար դա մեծ վայելք է։ Ձեր հայացքից արդեն զգացի ադրենալին ագալիս։ Ինչ չի թվում միայն դա ինձ մոտ է, բոլորի մոտ է։ Էդգար ջան, չէ, ձեր մոտ ինչ-որ ընդգծված է, մենք էլ ենք պարող հյուրեր ունեցել մեզ մոտ։ Դա լավ է իրական։ Միանշանակ։ Արի ծափտանք։ Ծափահարումներ։ Եկեք խոսենք հուլիսի 14-ի միջոցառումից, որ ասում է չմոռանանք ինչի համար ենք նաև հավաքվել։ Ինչ է սպասվում բեմում, ինչ է լինելու, ինչ ծրագրեր են, ինչ համարներ կան։ Ուզում եմ ասել, որ մեր ամեն համերգ ունի մի նորություն։ Մեր գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանը կարծես երբեք իր մոտ մուսան կանգ չի առնում։ Միշտ նոր մտքեր, նոր բեմադրություններ ու ամեն մեկը մյուսին գերազանցելով, ամեն մեկը հաջողված, դա մենք տեսնում ենք հանդիսատեսի ծափահարություններից, հասկանում ենք, որ համարը հաջողված էր ավելի քան։ Այսինքն այն համարների կողքին, որոնք բոլորը գիտեն, դա լինի կակաչներ, սուսերով պար, հովիվներ, կանգնում են նոր բեմադրություններ, որոնք ոչ մի բանով չեն զիջում, այլ նոր շունչ են տալիս, այսինքն երիտասարդներին են գրավում։ Մենք շատ լավ գիտենք, որ մի պահ մեր հասարակությունը հետ էր կանգնել կարծես այս հայկական պարից, բայց հիմա մենք տեսնում ենք մեր լեփլեցուն դահլիճներով, որովհետև համերգը մեկը մյուսին հետևելով sold out-ներ են։ Այսինքն բոլորը մոտ են էլի մշակույթին ու դա միայն հաղթանակ է։ Ունենալու ենք պրեմիերաներ, այսինքն միշտ զարմացնում ենք մեր հանդիսատեսին, չենք ուզում շատ մեծ փակագծերը բացել, բայց հաստատ իմացեք տեսնելու եք նորություն։ Այսինքն պետք չի ասել, որ վայ այն մի համերգին եկել եմ, հաստատ այս մեկին չի լինի նորություն, ես տեսել եմ, հաստատ լինելու է նորություն։ Նոր համարների մասին կարող է Էդգարը խոսել։ Նոր համարներ ունենք վերականգնած համարներ եւ նոր բեմադրված համարներ։ Գագիկ Կարապետյանի մեծ խոշոր բեմադրություններից ունենք վերականգնված Զարթոնքը, որը ներկայացրեցինք վերականգնումը առաջինը Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին եւ երկրորդը Գագիկ Կարապետյանի հոբելյանական 75-ամյակին։ Մեզ մոտ եկել են հյուր, այո։ Այո։ Եվ իսկ արդեն վերականգնված համարներից են Զարթոնքը նոր բեմադրված համար ունենք Երևան, որը իր ընդհանուր բնույթով խաղարկային պար է, որը կարծես թե բանը բեմում եւ ընդհանրապես ցույց է տալի երևանյան տղաների եւ աղջիկների խաղարկային այդպես ընթացքը։ Այո։ Այո։ Եվ հանդես Սարերի հետևից մեղմիմը ֆլիրտ է դա դիչվում, այս կողմ, այն կողմ, սիրախ։ Այսքանը սիրելի է ռուստադիտորը այսօրվա համար։ Եվ կարծես թե ամեն համերգ, ինչպես նշեց Էլենը, ամեն համարից հետո հանդիսատեսի ծափահարությունը ոգեշնչում է մեզ ավելի նորովի բարձրանալ բեմ եւ ավելի նորովի ցույց տալ մեր աշխատանքը հանդիսատեսին։ Կան հանդիսատեսներ, որոնք ունեն սիրված համարներ եւ գալիս են այդ սիրված համարները դիտելու համար եւ մենք իհարկե ունենք այցեքարտային համարներ, որոնք մեր սփյուռքահայերը, երբ որ գալիս են հայրենիք, գալիս են այդ համարները դիտելու համար եւ ինչու՞ չէ նաեւ հետագայում արդեն այս նորովի բեմադրված համարները եւ ընդհանուր համերգային ծրագրի համարները դառնում են նրանց սրտին մոտ համարներ, որովհետեւ ամեն համարի մեջ կարծես թե
հին համարներում, որոնք բեմադրվել է Վանուշ Խանամիրյանի կողմից, բեմադրվել է Փայլակ Սարգսյանի կողմից, կներեք մոռացել էի, Փայլակ Սարգսյանի կողմից, Գագիկ Կարապետյանի կողմից, բոլորը դարձնում են հանդիսատեսի համար սիրված։ Որոնք են այդ համարները։ Վանուշ Խանամիրյանի բեմադրություններն են Կակաչները, որը որ լեգենդար բեմադրությունն է, որովհետև Պարի պետական ասելիս հանդիսատեսը Կակաչները, երբ Կակաչի գիծը մտնում է բեմ, ծափահարությունը իսկ այդ վայրկյանից սկսված է։ Կակաչներ բեմադրությունը, Սարդարապատ, Ուզումդարա, Կինտոներ, Հանրաճանաչ, Հանրահարչակ Արամ Խաչատրյանի Սրերով պարը, Էնզելին, որը որ նույնպես հանդիսատեսի կողմից բոլոր համարները իրենց տեսակով յուրովի սիրված են եւ արդեն իսկ մեր գլխավոր գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանի բեմադրություններն են, որի մասին խոսի Էլեն ինձ թվում է շարունակել։ Պարապել են։ Դու մենք այստեղ առավոտը բացում ենք, դու ես կտորի, ես տես։ Իրանց հերթ չենք տալի մեզ հայցետա, մեզ ինձ պետք է այդ կխոսանք կգնանք, հա։ Դե բացասենք մեր գեղարվեստական ղեկավարի բեմադրությունները։ Իդեպ ես իմ աշխատանքի կներեկել ընթացքում ունեցել եմ այդպեսի չեմ տա անունը, շատերս ճանաչում, ասեց ինչ կրին, դու ինձ հարց մի տուր։ Ես հարցը կտամ, ես կպատասխանեմ, ժամանակը չգնա։ Կերպում են իսել հեռացված աշխատանքից։ Լավ ասեցինք, բայց տենց չի լինի էլի։ Չի լինի։ Լավն է։ Հա, ուրեմն մեր գեղարվեստական ղեկավարը ինքը տարիներ առաջ էլի աշխատել Պարի պետականում ու ես կասեմ, որ երևի այսպիսի բան շատ քիչ է լինում, որ մարդ տարիներ առաջ բեմադրություններ անի, այդ բեմադրությունները ապրեն մինչև այսօր, բեմում լինեն, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ինքը չէր աշխատում Պարի պետականում, բեմից դուրս չեն եկել իր ստեղծած բեմադրությունները, միշտ բեմում են եղել եւ վերադառնա Պարի պետական, ստեղծի նորը, ավելացնի ու չգիտեմ, նույն ձևով չէ նույնիսկ ավելի շատ, ավելի լավ բեմադրություններ ու միշտ իր բեմադրությունների մեջ կա միտք, կա ասելիք ու այդ ասելիքը միշտ հասնում է հանդիսատեսին։ Մենք ունենք նոր բեմադրություն Կարոտ, երաժշտության հեղինակը մեր կոմպոզիտորն է Հայկ Գրիգորյանը եւ Կարոտը աղջիկների կատարմամբ պար է, կարելի է մտածել, որ 16 աղջիկ բեմում Կարոտ ինչ կկարողանան ցույց տան, բայց ինձ թվում է բեմում նստած հանդիսատեսից ամեն մեկը հասկանում է ամեն մեկի Կարոտը, որովհետեւ պարոն Կարապետյանը միշտ ասում է, ունենք նույնիսկ կապույտ երասպար, որ ասում է սա ամեն մեկի տաղոտքն է։ Խնդրում եմ տեղ հասցրեք։ Ու բեմում ես միշտ հիշում եմ իր խոսքերը։ Հա, միշտ հիշում եմ, հենց միշտ ամենավերջում, որ հայացքը բոլորիս վերև է բարձրանում, ես հասկանում եմ, որ ճիշտ է ասում, սա մեր աղոթքն է, որ մենք ամեն համերգի կարողանում ենք վերև բարձրացնել եւ հասցնել նույնիսկ հանդիսատեսին։ Ֆանտաստիկ։ Հուզվեցիր, այո, պահի աչքերդ մի պայք ռեժիսորին կխնդրենք հիմա Թերեզայի։ Ինձ կրուգդի պլանով եղեք։ Իրականում Թերեզա, ես քեզ կարապի դերում էի, անդադար նայում եմ։ Թերեզայից կարապ, անհնար է Թերեզայից կարապ։ Էլին էի ուզում ասել։ Թերեզա կարապ, մաքսիմում ես նստեմ պտպտամ, էլի ինձնից կարապ։ Իրականում կարապի տեսանք, բայց մենք ուրախ ենք, որ դուք հենց հայկական պարարվեստն եք ներկայացնում, այսպես մեծ հպարտության շատ պահեր եք պարգևում նաև Հայաստանից դուրս։ Դες գեղեցիկ մշակութային օրեր ենք ցանկանում, նոր բեմեր, նոր հաղթանակներ։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ, մենք մեր հեռուստադիտողներին հիշեցնենք, որ հաշված օրեր են մնացել, հասցրեք ձեռք բերել տոմսեր, հուլիսի 14-ին 19:00-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլը ներկայացնում է Պարում է Պարի պետականը։ Շնորհակալություն մեր եթերում դիմավորելու մեր հաջորդ հյուրերին։